Բարև ձեզ սիրելի ընկերներ, փառքաստով մենք այսօր էլ կենթանի ենք, ողջ ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել նրան, թող Աստված մեզ օգնի, որ մենք կարդանք եւ ճիշտ հասկանանք եւ ճիշտ ընկալենք եւ իրականացնենք մեր կյանքում Սուրբ Հոգու օգնությամբ Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն մենք գիտենք, որ այս երամսյակում մենք սել ենք ուսումնասիրել Մարկոսի ավետարանը եւ այսօր արդեն երկրորդ դասն է, որ կոչվում է մի օր Հիսուսի ծառայությունից։ Հիշելու համարն է, Հիսուսը նրանց ասաց. «Իմ հետևից եկեք, ու ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Յուրաքանչյուր ավետարան յուրովի է ներկայացնում Հիսուսի ծառայության սկիզբը, ոչ թե կյանք, այլ ծառայության սկիզբը։ Մենք գիտենք, որ 4 հատ ավետարան կա։ Օրինակ Մատթեոսը ասում է, որ սկիզբը ծառայության այսպես է ներկայացնում, որ Հիսուսը կանչեց իր աշակերտներին, այնուհետև լեռան քարոզն է գալիս։ Ղուկասի ավետարանը ներկայացնում է, որ իր ծառայության սկզբում Հիսուսը շաբաթ օրը քարոզում է Նազարեթի սինագոգում։ Հովհաննեսի ավետարանը պատմում է առաջին աշակերտներից ոմանց կանչվելու եւ Կանայում տեղի ունեցած հարսանիքի մասին, որտեղ Հիսուսը կատարում է իր առաջին հրաշքը։ Մարկոսի ավետարանը ներկայացնում է, թե ինչպես Հիսուսը կանչեց 4 աշակերտներին, այնուհետև նկարագրում է Կափառնայումի շաբաթը եւ այն, ինչ հաջորդեց դրան։ Կարդանք Մարկոս 1:16-20 համարները։ Գալիլեայի լճափով անցնելիս տեսավ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրեասին, որոնք լճի մեջ ուրկան էին գցում, որտեղ ձկնորս էին։ Հիսուսը նրանց ասեց. «Իմ հետևից եկեք, ու ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք անմիջապես իրենց ուրկանները թողեցին ու նրան հետևեցին։ Փոքր ինչ առաջանալով տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք եւս նավի վրա ուրկաներ էին կարգի բերում, նրանց էլ իսկույն կանչեց։ Նրանք իրենց հորը Զեբեդեոսին վարձու աշխատողների հետ նավի վրա թողնելով նրան հետևեցին։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ 4 մարդկանց Աստված Հիսուսը կանչում է ծառայության եւ դա կարծես թե թվում է տարօրինակ, կարծես թե իրանք առաջին անգամ էին տեսնում Հիսուսին եւ Հիսուսը ասում է հետևեք ինձ եւ իրանք անմիջապես հետևում են իրան, բայց այդպես չէ։ Մյուս ավետարանից մենք իմանում ենք, որ մինչև նրանց կանչելը նրանք շատ անգամ Հիսուսին տեսել էին, լսել էին, նրա հրաշքները տեսել էին եւ նրա լեռան քարոզն էին լսել։ Այսինքն շատ շփվել էին, հետո նոր Հիսուսը ասում է եկեք իմ հետևից։ Եթե կարդաք Հովհաննեսի մեջ կտեսնեք, որ երբ որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, Հովհաննես մկրտչի կողմից եւ հետո գնաց անապատ եւ այնտեղ փորձվեց եւ հետո վերադարձավ անապատից եւ Հովհաննես երբ որ տեսավ, ասեց ահա Աստծո գառը։ Այլ խոսքով ասած վկայեց, որ սա Աստծո որդին է։ Եվ վկայեց, ասեց, քանի որ Հիսուսի տեսքը 40 օր հաց չէր կերել եւ այդ պայքարն էլ մղել եւ իր տեսքը այն չէր եւ մարդիկ տարակուսանքի մեջ էին, բայց Հովհաննեսը շարունակեց վկայել, ասեց, որ ես ինձ Աստված ասեց չի ճանաչում նրան, բայց ինձ Աստված ասեց, որ ում վրա որ տեսնեց Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջնում է, դա նա է, Աստծո որդին է։ Եվ ասում է ես տեսա եւ վկայում եմ։ Եվ հետո մյուս օրը, երբ որ ինքը իր աշակերտների հետ կանած էր, որոնցից մեկը Պետրոսի եղբայրն էր, եւ նորից տեսավ Հիսուսին, ասեց սա է Աստծո որդին, սա է գառը։ Եվ իրանք հետևեցին Անդրեասը, Պետրոսի եղբայրը եւ մեկ ուրիշը հետևեցին Հիսուսին եւ Հիսուս ասեց ինչ եք ուզում, ասեցին մենք ուզում ենք քեզ հետ խոսել եւ ասեց եւ ինքը ասեց եկեք իմ ետևից եւ գնացին եւ այդ օրը մնացին Հիսուսի հետ
եւ նրա հետ շփվեցին։ Այսինքն սա առաջին անգամ չէր, բազմաթիվ անգամներ էր շփումներ եղել եւ զարմանալի չէ, որ նրանք անմիջապես թողեցին, որտեղ իրանք արդեն ճանաչում էին Հիսուսին։ Անմիջապես թողեցին եւ գնացին ծառայելու Հիսուսին, թողեցին իրենց աշխատանքը։ Եվ շարունակեն կարդալ եւ մտան Կափառնաում 21-ից 28 համարները առաջին գլխի Մարկոսին։ Եվ մտան Կափառնաում, հենց շաբաթ օրը նա ժողովրդին տա եւ ուսուցանում էր։ Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որտեղ իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։ Ժողովրդանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար, նա աղաղակեց ու ասաց. «Ինչ գործ ունես մեզ հետ Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու եկար։ Գիտեմ քեզ ով ես, Աստծո Սուրբը»։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվիր», ու նրա միջից դուրս արի։ Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով նրա միջից դուրս եկավ։ Բոլորը զարմացան, իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ինչ է, ինչ նոր ուսուցում է, որ իշխանության պիղծ ոգիներին ես ասում ու հնազանդվում են նրան»։ Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Եվ ուրեմն այստեղ տեսնում ենք, որ Հիսուսը սինագոգում քարոզում է եւ բնականաբար շաբաթ օր է, եւ որպեսի մարդկանց ուշադրությունը շեղվի, սատանան իր զոհին ուղարկում է, որ մարդկանց ուշադրությունը շեղվի Հիսուսի քարոզից։ Այս մարդը մեկ օրում չէր, որ ընկել էր այս օրը, այսինքն հրաժարվելով լսելու Սուրբ Հոգու ձայնը, Աստծո ձայնը, հրաժարվելով հնազանդվելու Աստծո ձայնին օրեցօր, ինքը ընկել էր այս օրը, այն օրը, որ արդեն ոչ թե ինքն էր իրեն վերահսկում, այլ դևերն էին իրեն վերահսկում, եւ նույնիսկ ինքը լսել էր Հիսուսի մասին եւ եկել էր, որ բուժվեր իրանից, բայց ուզում էր խնդրել Հիսուսին, որ բուժի, բայց այնքան էր ինքը, քանի որ արդեն դևերն էին իրեն վերահսկում, իր փոխարեն դևերն էին խոսում։ Եվ դրա համար Հիսուսը ասեց. «Լռիր»։ Եվ նաեւ ինչի Հիսուսը, երբ որ պարզ է, որ դևը գիտեր, որ սա Աստծո որդին է, մարդիկ դեռ չգիտեին, բայց դևը արդեն գիտեր։ Եվ ինչու Հիսուսը, երբ որ դևը ասեց, որ գիտեմ ով ես, Աստծո Սուրբը, Հիսուս ասեց լռիր, որովհետև Հիսուսը կարևոր գործ էր սկսել անելու, եւ դա իր ծառայության սկիզբն էր։ Եվ ինքը չէր կարող ուղղակի գալ ասել, գիտեք, ես Մեսիան եմ, ընդունեք ինձ։ Ինքը պիտի նախ եւ առաջ փնտրում էր ապացուցել իր գործերով, իր խոսքերով, որ ինքը իրոք Մեսիան է, որ մարդիկ իրենք համոզվեին եւ իրենց բերանով դավանեին, որ ինքը Մեսիան է։ Եվ դրա համար դեռ ժամանակը չէր, որ բացահայտվեր այդ ճշմարտությունը, որ ինքը Մեսիան է, դրա համար ինքը ասում է լռիր, դևերին ասում է լռիր։ Երբ որ ժամանակը արդեն հասավ, քանի որ ինչքան շուտ դա պարզվեր, այնքան շատ թշնամություն կանեին իր հետ, եւ ինքը ուզում էր ինչքան ավելի շատ գործ անել խաղաղ պայմաններում։ Բայց երբ որ արդեն վերջում իրեն հարցրին, արդյոք դու Աստծո որդին ես, ինքը ասեց այո։ Եվ հենց դրա պատճառով էր, որ իրան վերցրեցին եւ խաչեցին, որտեղ արդեն ժամանակը եկել էր, ինքը իր գործ արդեն ավարտել էր։ Իսկ հիմա դեռ սկսում է իր գործը եւ դրա համար ասում է լռիր։ Չէր ուզում Հիսուսը, որ տարածվեր այդ լուրը, որպեսի շատ խոչընդոտ չլիներ իր գործի համար։ Եվ կարդանք դարերի փափագից ժողովրդանում Հիսուսը խոսում էր արդարության մասին, որը եկել էր հիմնելու, ինչպես նաև սատանայի գերիներին ազատ արձակելու իր առաքելության մասին։ Երբ հանկարծ մի սարսափելի ճիճ ընդհատեց նրան, մի խելագար առաջ նետվեց ժողովրդի միջից գոչելով. «Թող տուր, ինչ բան ունես մեզ հետ, Հիսուս Նազովրեցի, եկար մեզ կորցնելու, գիտեմ քեզ, դու ով ես, Աստծո Սուրբը»։
Բոլորը խառնվեցին իրար և խուճապ առաջացավ, ժողովրդի ուշադրությունը շեղվեց Քրիստոսից և նրա խոսքերը նրա կորան աղմուկի մեջ։ Հենց այդ նպատակով էր սատանան իր զոհին ժողովարան բերել, բայց Հիսուսը հանդիմանեց դևին ասելով. «Ապանձվիր և դուրս եկ դրանից»։ Եվ դևը նրան գետնին զարկեց մեջտեղ և դուրս եկավ նրանից և ոչ մի վնաս չտվեց նրան։ Սատանան խավարեցրել էր այս թշվառ տառապյալի միտքը, բայց Փրկչի ներկայությամբ լույսի շողը ճեղքեց խավարը, և այս մարդը տենչում էր ազատվել սատանայի իշխանությունից, բայց դևը ընդդիմանում էր Քրիստոսի զորությանը։ Ուրեմն սատանան միշտ պարտություն է կրել Հիսուսի կողմից, երբ որ ինքը առաջին անգամ ապստամբություն բարձրացրեց երկնքում, գրված է, որ Միքայելը և իր հրեշտակները նրան դուրս հանեցին, դուրս շպրտեցին երկնքից, այսինքն դա առաջին պարտությունն էր սատանայի։ Եվ ինչքան էլ որ սատանան շփվել է Հիսուսի հետ, ինչքան էլ որ փորձել է դիմագրավել Հիսուսին, ինքը միշտ պարտվել է։ Հիսուսը միշտ հաղթել է և վերջնական հաղթել է խաչի վրա, և Հիսուսի հաղթանակը մերն է, և մեզանից է կախված, թե արդյոք մենք կօգտվենք այդ հնարավորությունից, թե ոչ։ Աստված ստեղծել է հնարավորություն մեզ փրկվելու սատանայի վերահսկողությունից։ Երբ որ մարդը չի տենչում Աստծո կամքը կատարել, ինքը անկախ իրանից, առանց ուզելու, կատարում է սատանայի կամքը։ Եվ այստեղ մենք ունենք ազատում, որ Հիսուսը տվել է հաղթանակ։ Հիմա մեզանից է կախված, մենք կընդունենք այդ հաղթանակը, թե ոչ։ Եթե մենք սարքենք Հիսուսին մեր արքան և հետևենք նրա քայլերին, ինքը ամեն վայրկյան մեզ կպաշտպանի և ինքը կվերահսկի մեր կյանքը, այլ ոչ թե սատանան։ Ինքը կվերահսկի մեր խոսքերը, այլ ոչ թե սատանան։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նորից սատանան պարտություն կրեց, և սատանան կարող է պարտություն կրել մեր կյանքում ամեն հարցում։ Թույլ տանք Հիսուսին գործելու մեր կյանքում, ընդունենք նրան մեր սրտի մեջ, որպեսզի սատանան միշտ պարտվի Հիսուսի առաջ մեր կյանքում։ Շարունակենք կարդալ Մարկոս 1:20-34 համարները։ Ժողովարանից անմիջապես դուրս գալով Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։ Սիմոնի զոքանչը տենդի մեջ պառկած էր, իսկույն նրա մասին ասացին Հիսուսին, նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց և տենդը իսկույն թողեց նրան և ծարավում էր նրանց։ Երբ երեկո եղավ, ուրեմն այստեղ ինչ եք մենք տեսնում, որ Հիսուսը անտարբեր չանցավ այդ կնոջ տառապանքի կողքով, չասեց դե լավ հա զոքանչա, չէ, Հիսուսի համար ամեն մի հոգի, ամեն մի մարդ մեծ գանձ է, ինքը ամեն մի մարդու համար է տվել իր կյանքը, իր արյունը թափել, և ինքը չի ուզում, որ մենք մի րոպե ավել տառապենք մեր հիվանդությունից, և ինքը անմիջապես բուժեց այդ կնոջը և այնպես բուժեց, որ այդ կինը վեր կացավ և սկսեց ծառայել։ Այսինքն Հիսուսի բուժումը միշտ լրիվ է, կիսատ բուժում Հիսուսը չի անում։ Եվ ով էլ որ լինես, իմացիր, որ Հիսուսի համար թանկ է քո առողջությունը, խնդրիր նրան, հետևիր նրա ասածներին առողջության մասին և ինքը անպայման կբուժի քեզ։ Հիսուս ուզում է, որ մենք բոլորս առողջ լինենք, բայց մեր վատ սովորությունների, մեր անհավատության պատճառով է, մեր անվստահության պատճառով է դեպի իրեն, որ մենք տառապում ենք տարբեր հիվանդություններից։ Երբ որ մենք չենք ուզում լսել իր առողջության մասին, իր առողջապահության համար տրված խորհուրդները։ Եվ ասում է, երբ երեկո եղավ, Արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներն ու դիվահարները նրա մոտ բերեցին, այսինքն քանի դեռ շաբաթ էր, մենք գիտենք, որ Հուդայում արգելված էր շաբաթօր բուժումներ անել, և մարդիկ սպասեցին մինչև շաբաթը պրծավ, վերջացավ, և շատ մարդիկ եկան բուժվելու, քաղաքի բոլոր բնակիչները դրան առաջ էին հավաքվել,
տարբեր ցավերով տարապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց եւ դևերին թույլ չէր տալիս որ խոսեին, որովհետեւ նրան գիտեին։ Ուրեմն Հիսուսը անտարբեր չանցավ այս մարդկանց մոտով, չասեց ես հոգնած եմ, գնացեք վաղը եկեք։ Ինքը մինչև վերջին մարդը բուժեց։ Կարդանք դարերի փափագից, նրանք գալիս ու գնում էին ժամ-ժամի հետևից, քանի որ չգիտեին կկարողանան արդյոք վաղը գտնել բժշկին թե ոչ։ Կափառնայումը երբևէ նման բան չէր տեսել, օդը լցված էր հաղթական ձայներով ու բուժվածների բացականչություններով։ Փրկիչը ինքն էլ երջանիկ էր իր բերած ուրախությամբ, երբ նա տեսնում էր իր մոտ եկած սարապյալներին, սիրտն ալեկոծվում էր կարեկցանքից, եւ նա երջանիկ էր իր զորությամբ, որ վերականգնում է նրանց առողջությունն ու երջանկությունը։ Հիսուսն իր աշխատանքը դադարեցրեց միայն այն բանից հետո, երբ վերջին տառապյալը հանգստացավ։ Ուշ գիշեր էր, երբ բոլորը հեռացան եւ Սիմոնի տունը խաղաղվեց։ Երկար անհանգիստ օրն անցել էր եւ Հիսուսը հանգստի կարիք էր զգում, բայց մինչ քաղաքը սուզված էր խոր քնի մեջ, Փրկիչը առավոտան շատ կանուխ վեր կացավ, դուրս եկավ, գնաց մի անապատ տեղ եւ այնտեղ աղոթք էր անում։ Ուրեմն վաղ առավոտյան լույսը դեռ չբացված, կարդանք 35-ից 30 համարները, վեր կացավ, դուրս եկավ, միամ այնտեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։ Ուրեմն երևի ընդամենը մի 2 ժամ քնեց, մի քիչ ուշ հավաքեց եւ առավոտյան դեռ լույսը չբացված, մինչեւ արևածագ։ Եվ ինչու էր Հիսուսը այսպես անում, սա օրինակ է մեզ համար։ Ինքը կատարում էր կարևոր գործ, եւ ինչպես ասեցինք, երբ որ Աստված մեզ գործ է տալիս անելու, ինքը նաեւ հրահանգներ է տալիս, թե ինչպես դա անել։ Եվ Հիսուսը օրը ստանում էր այդ հրահանգները Աստծուց, իր հորից։ Ինքը խնդրում էր հորը բացել, թե ինչ պիտի անի այսօր, որ հայրը իրեն նախապատրաստի ուշ տա իրեն, եւ դրանում է գաղտնիքը հաջողակ քրիստոնյայի, երբ որ ինքը օրը սկսում է Աստծո հետ եւ Աստծոց ուժ է խնդրում եւ Աստծուց է հարցում, թե ինչ անի եւ ինչպես անի։ Հիսուսը մեզ համար օրինակ է ծառայում այդ հարցում, մենք չպետք է լինենք ինքնագլուխ։ Մենք պետք է օրսենք Աստծուց եւ նրանից հարցնենք, մեր ուժ ստանանք նրանից մեր օրվա համար, որպեսզի մենք կատարենք իր կամքը այդ օրվա մեջ, այլ ոչ թե իր հակառակորդի։ Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին եւ երբ նրան գտան, ասացին. բոլորը քեզ են փնտրում։ Նրանց ասաց. մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեն, որտեղ դրա համար եմ եկել։ Եվ ամբողջ Գալիլեայում մեկ նրանց ժողորաններում քարոզում էր դևերին ու հանում։ Ուրեմն ինքը չասեց, հա ինչ լավ որ ինձ փնտրում են, գնամ էլի։ Ինքը էժանագին փառքի համար չէր եկել։ Ինքը եկել էր, որ բոլորին օգներ, այլ ոչ թե մի խումբ մարդկանց միայն, կամ միայն մի քաղաքում։ Երբեմն մարդիկ Աստծուն հենց այդպես են պատկերացնում, որ ինքը մի հատ պատրաստ կանած ծառա է, հրաշքներ անող ծառա, որ հենց մի բան լինի, իրանք ասեն, վայ Աստված ջան, ես եմ ուզում եւ ինքը տա իրանց։ Այդպես չէ։ Հիսուսը պետք է ղեկավարի մեր կյանքը, ոչ թե մենք իրեն։ Հիսուսը անում է մեր կյանքում այն, ինչ ինքը գտնում է ճիշտ մեր կյանքի համար։ Մենք չպիտի թելադրենք Հիսուսին, թե ինչ անի։ Ինքն է որոշում, թե մեր կյանքում ինչ անի, որտեղ ինքը գիտի լավագույնը մեր կյանքի համար։ Եվ ինքը եկել էր ոչ միայն Կափեռնաումում գործելու համար, այլ նաև բոլոր քաղաքներում շատ ու շատ մարդկանց փրկություն բերելու համար։ Ուրեմն իր ծառայության, իր հաջողության գաղտնիքը կայանում էր նրա մեջ, որ ինքը ամեն վայրկյանը Աստծուց հարցնում էր, թե ինչ անի, ոնց անի։ Եվ եթե մենք նույնպես վարվենք, մենք չենք ունենա անհաջողություն մեր քրիստոնյա կյանքում։ Եվ վերջում կարդանք Մարկոս 1:40-ից 45 համարները։ Հիսուսի մոտ մի բորոտ եկավ, ծնկի իջավ աղաչում էր ասում. եթե ուզես կարող ես ինձ մաքրել։
Ուրեմն բոլոտը մենք գիտենք դա բոլոտությունը դամաշկային հիվանդություն է եւ շատ սարսափելի անբուժելի էր այն ժամանակ եւ երբ որ քահանան Ղևտացից 13-րդ գլուխը որ կարդաք բոլոր օրենքները կտեսնեք բոլոտության մասին քահանայի մոտ ստուգվում էին եւ ստուգումից հետո եթե պարզում էր որ այո բոլոտություն է նրանց առանձնացնում էին քաղաքից դուրս ժայռերի մեջ այդպիսի տեղեր կար իրանք իրավունք չունեին այն մարդկանց մեջ, եթե գալիս էին պետք է ամբողջովին իրենց այդ վերքերը փակված լիներ եւ իրենք միայն բերաներված եւ իրենք ասում էին անմաքուր, այսինքն զգուշացնում էին մարդկանց, որ իրենք բոլոտ են, որտեղ դա շատ վարակիչ հիվանդություն է եւ մարդիկ անմիջապես փախչում էին նրանցից։ Եվ հիմա այս մարդը, այս բոլոտ մարդը, որ տարիներով տառապել էր, հույս էր ծագել իր սրտում, ինքը լսել էր մարդկանցից, որ Հիսուսը բուժում էր հիվանդությունները, որ եւ ինքը հույս ծագեց, որ այս հիվանդությունն էլ կարող է բուժել Հիսուսը։ Եվ ինքը ուրեմն երբ որ եկավ պարզը, որ գոռում էր անմաքուր եւ մարդիկ վախեցած ճամփա տվեցին իրան եւ եկավ Հիսուսի առաջ կանեց։ Հիսուսը կարար առանց դիպչելու այս մարդուն բուժեր։ Եվ կամ չգիտեմ, ասել գնա վաղ արի, բայց քանի որ բոլոտությունը մեղքի խորհրդանիշն է, Հիսուսը տեսնենք ինչ արեց, Հիսուսը գթալով, այս մարդը ասում է, եթե ուզես կարող ես ինձ մաքրել, Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց, ուզում եմ մաքրվիր։ Դրանով Հիսուսը ցույց էր տալի, որ ինքը շատ է կարեկցում այս մարդուն, կարող էր առանց դիպչել, որտեղ եթե դիպչում ես, համարվում ես անմաքուր, բայց Հիսուսը դրանով իսկ ապացուցեց, որ ինքը Աստծո որդին է, որ նույնիսկ դիպչելով բոլոտին ինքը մնաց մաքուր, հակառակը հիվանդությունը բուժվեց, բոլոտությունը անցավ։ Երբ որ մենք խնդրում ենք մեր մեղքերի համար, Հիսուսը չի ասում վաղ արի խնդրի մեղքիդ համար, անմիջապես ասում է մաքուր ես, երբ որ մենք խնդրում ենք մաքրվել մեր մեղքերից։ Երբ ասաց նրան, բոլոտություն իսկույն վերացավ նրա վրայից, եւ նա մաքրվեց։ Եվ նրան անմիջապես դուրս հանելով հորդորեց ու ասաց. տեսեք ասում անմիջապես զգուշ կաց, ոչ ոքի ոչինչ ասես, այլ գնաք Հիսուս Սուրբ քահանային ու փոխմաքրվելու համար մատուցիր այն, ինչ Մովսեսն էր համարել որպես դրա վկայություն։ Ինչու Հիսուսը այսպես վարվեց, այսինքն չասեց մի քիչ մնա ստեղ լսի, ասեց անմիջապես գնա քահանայի մոտ։ Ինչու Հիսուսը չէր ուզում, որ քահանաները իմանային, որ ինքն է բժշկել այդ մարդուն, ասեց չասեց ոչ մեկին, որտեվ քահանաները արդեն լծված էին Հիսուսի հանդեպ անբարյացակամությամբ։ Եվ եթե իրենք լսեին, որ Հիսուսն է բուժել, կարող էին ինադու ուղղակի մերժել այս մարդուն, ասել չէ դու մաքրված ես, որտեվ երբ որ մարդ մաքրվում էր բոլոտությունից, իրանք վկայություն են թուղթ էին տալի, վկայություն ձևով վկայում են, որ ինքը բուժված է եւ ինքը արդեն կարող էր վերադառնալ հասարակություն իր ընտանիքի մոտ։ Եվ Հիսուսը վախենում էր այս մարդու համար, որ եթե իմանային քահանաները ինադու ասեն չէ դու բուժված չես եւ այս մարդը չկարողանար միանալ իր ընտանիքին։ Դրա համար առաջին մտահոգությունը Հիսուսի այս մարդու բուժման սերտիֆիկացիան էր, որ հաստատումը, որ այս մարդը բուժված է։ Բայց այս մարդը չհասկացավ ինչու էր Հիսուսը ասում այդպես եւ ասում է իսկ նա դուրս գալով սկսեց այդ ամենը պատմել ու տարածել այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք այլ դրսում ամայի տեղերում էր լինում եւ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս այսինքն այս մարդը երբ որ մարդ բուժվում է ուրախանում է նա չի կարող էլ թաքցնել եւ չեն կարող պատկերացնել որ ինչ որ մեկը կարող է դրա համար տխրել որ Հիսուսը բուժել է հիշում եք այն կույրին որ նույնպես երբ որ իմացան, որ Հիսուսն է, բուժել ուզում էին ամեն ձև հերքել դա։ Եվ չեն պատկերացնում, որ ինչ-որ մի մարդիկ կարող են դեմ լինել դրան։ Եվ դա պրոբլեմներ ստեղծեց, Հիսուսը չէր եկել միայն բուժումներ անելու համար։ Ինքը եկել էր, որ իր կարևոր դասերը տար մարդկանց։ Եվ երբ որ արդեն շատ մարդիկ էին անհանգստացնում իրեն, դա արդեն խանգարում էր իր բուն նպատակ իրագործելուն եւ այստեղ ասում եմ որ այդ պատճառով արդեն ինքը չէր կարողանում հանգիստ մտնել քաղաք եւ քաղաքի կողքերն էր իր ծառայությունը
կատարում։ Ուրեմն վերջում կարդանք մի դրվագ եւս Դարիի փափագից։ Նա ով հաղթել էր սատանային փորձության անապատում կրկին դեմ առ դեմ դուրս եկավ իր թշնամու հետ։ Դևը լարեց իր բոլոր ուժերը, որպեսզի իր իշխանության տակ պահի զոհին։ Զիջել կնշանակիր հաղթանակը տալ Հիսուսին։ Թվաց, թե այդ տանջահար մարդը կորցնելու իր կյանքը թշնամու դեմ մղվող պայքարում, որ կործանել էր նրա երիտասարդությունը, բայց Փրկիչը խոսեց իշխանությամբ եւ ազատ արձակեց գերիալին։ Այն մարդը, որ քիչ առաջ գտնում էր դեպի հսկողության տակ, հիմա կանած էր ապշած ժողովրդի առջև, ցնծալով, որ վերստին գտել էր իր կամքի ազատությունը, Նույնիսկ դևը վկայեց Փրկչի աստվածային զորության մասին։ Նույնիսկ Պողոսը գրում է, ասում է. ուզում եմ լավ անել, բայց չեմ կարող։ Վայ ինձ, ով կօգնի ինձ, եւ հետո անմիջապես ասում է. Փառք Աստծո, մենք ունենք Հիսուսին։ Այսինքն իմացեք, երբ որ դուք ուզում եք անել Աստծո ճանապարհին, դևը անմիջապես խոչընդոտներ ուզում, չի ուզում, որ դուք հեռանաք իր հսկողության տակից։ Բայց Հիսուսը հաղթել է։ Ընդունենք Հիսուսին որպես մեր Փրկիչ, որպես մեր ազատիչ, հանձնենք մեր կյանքը Հիսուսի վերահսկողության ներքո եւ ամեն վայրկյանը խնդրենք Հիսուսին, որ տա իր շնորհքը, որպեսզի մենք ամեն վայրկյան կարողանանք կատարել միայն իր կամքը, որտեղ մենք երկու ձայն ենք լսում ամեն մի հարցում մեր կյանքի։ Մի ձայնը Սուրբ Հոգու ձայնն է, որ Աստծո կամքն է ասում, մյուս ձայնը սատանայի ձայնն է։ Եվ Աստված մեզ ուժ է տալիս, այդ կամքը մեր տալիս է այնպիսի կամք, որ մենք լսենք Սուրբ Հոգու ձայնին։ Սա մաչելի է բոլորին, ուղղակի մեր ընտրությունից է կախված։ Արդյոք մենք կտրենք այդ ճամփան, որ մենք հնազանդվենք միայն Սուրբ Հոգուն, որ մենք կախյալ չլինենք էլ սատանայից։ Թող Աստված մեզ օրհնի, որ գալիք շաբաթի բոլոր օրերը մենք մեր կամքը հանձնենք Հիսուսին, մենք միայն Սուրբ Հոգու ձայնը լսենք եւ կատարենք միայն Աստծո կամքը մեր կյանքում եւ գտնվենք Աստծո Հիսուսի վերահսկողության ներքո, այլ ոչ թե սատանայի, որտեղ սատանայի վերահսկողության ներքո, երբ որ մենք գտնվում ենք, նա ուղղակի քանդում է մեր կյանքը եւ հասցնում է մեզ կործանման, ինչպես այդ մարդուն էր հասցրել։ Բայց Հիսուսը ապահովել է մեզ համար հաղթանակ։ Մենակ մեզանից է կախված, մենք ուզում ենք օգտվել այդ հաղթանակից, թե ոչ։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա մեջ, որ մենք իր կամքը կատարող լինենք Աստծո ողորմությունով մինչև մյուս շաբաթ։